Այս կնոջ մարմնով դող է անցնում, երբ տեսնում է գետնի վրա առնանման հետքերը։ Կատաղել է ժողովուրդը, ինչի համար չգիտեմ, մարդկությունը, շնորհքը, մարդասիրությունը վերացել է։ Արշակունյաց Պողոտայի 44 և 46 շենքերը միացնող այս կամարի տակ են երեկ երեկոյան տղամարդու դի գտել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ սպանվածը 61-ամյա Ռ.Ան է։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, սուր կտրող ծակող գործիքով են հարվածել տղամարդուն։ Սաղոր իրար սպանում են։ Շենքերի բնակիչները չգիտեն ինչ է կատարվել իրենց քթի տակ երեկ երեկոյան, մահացած տղամարդուն էլ չեն ճանաչում, ասում են կիմանային, եթե իրենց փողոցից լիներ, մարդիկ կխոսեին տեղի ունեցածի մասին։ Ոչ մի բան չգիտեմ, ես աշխատանք եմ եղել, բացարձակ տեղեկություն չունեմ։ Ինքը այստեղ չէր ապրում երևի, եթե ապրեր այստեղ արդեն ժողովուրդը կասեին։ Զանգահարեցին ծանոթներից, ասին ձեր կողմերը սպանություն ա եղել, ինչ ա եղել, ասում ենք տեղյակ չեք, տանից դուրս չենք եկել։ Մարդիկ միայն ենթադրում են, թե ինչը կարող է լինել սպանության շարժառիթը։ Երևի ընտանեկան հարց կալի կամ գումարային հարց կալի։ Կարող է, չգիտեմ, ինչ խմած են եղել, հարբած են եղել, կամ ինչ-որ ֆինանսական մի բան, ինչ իմանա, ես ոնց կարաս իմանալ։ Դες Նիկոլը չկարա իմանալ։ Հիմա ես չգիտեմ, տունքը ասեմ թե չէ։ Կրիմինալը դուրս է եկել իրավապահների վերահսկողությունից, բողոքում են մարդիկ, պահանջում են ավելի խիստ պատիժ մարդասպանության համար, սարսափով են նշում, շաբաթ չկա, որ չլսեն նոր ողբերգության մասին։ Ինչ ասեմ դրան, դա այլանդակություն է դա։ Մարդու կյանքը ով ա տվել այդ մարդու, Աստված ա տվել, Աստված կտանի, ինքը ով ա որ մարդ սպանի։ Տեսներին պետք է բռնեն ցմահ դատեն գնա։ Սա դաստիարակվեն է, ժողովուրդը կրթություն ստանա, դաստիարակվի, որ ինքը հասկանա չի կարելի է սպանել սենց այլ։ Խոսքով պետք է մարդին պատժի, ոչ թե զենքով։ Անփութությունից ա գալի, ինչ ա գալի։ Լավ չեն աշխատում։ Իրապահ մարմինները ամեն դեպքում։ Գիտեմ, Իրանք շատ մեղավոր է։ Անօրենությունն է, էլի ոնց է, դրան ինչ կարելի ասել։ Վերահսկողությունը մի քիչ պետք է խստացնել։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հոդվածով։ Կոմիտեն չի հայտնում ձերբակալված կա թե ոչ։ Շենքի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրել է, որ իրավապահները շրջում են շենքերով և տեսանյութ ցույց տալիս, որտեղ ենթադրաբար երևում է ազատության մեջ գտնվող սպանողը։ Լիլիթ Սարգսյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։